Ողջույն։ ՔՊ-ի ղեկավարը իր թիմից դժգոհ է։ Անկեղծ ասած լրիվ իրավունք ունի։ Իրեն արդեն 2 օր է դնում են հիմար վիճակի մեջ։ Այսօր ազգային ժողովի նիստ էր, բյուջեն էր քննարկվում։ Նիկոլը եկել էր խորհրդարան, բայց ընդամենը 49 դեպուտատ էր մասնակցում։ Քվորում չեղավ։ Սա անարգանքի նշան էր Նիկոլի նկատմամբ ՔՊ-ի կողմից։ Ընդդիմությունը, որ չի հարգում, չի ներկայանում։ Լրիվ հասկանալի է, բայց 71 ՔՊ-ականներից ընդամենը 40-ներ ներկա։ Քվորում չեղավ։ Նիկոլ Փաշինյանը կատաղեց, թե էս ինչ ձև է, ջղայնացավ Ալեն Սիմոնյանի վրա, ուսապարկը հավաքեց ու հեռացավ։ Խռովեց։ Երեկ էր խռովել։ Երեկ ՔՊ-ական զեկուցողներ ուշացել։ Նիստը ընդմիջվեց։ Ընդմիջումից հետո Նիկոլը եկավ դահլիճ ու անմիջապես ցույց տվեց, որ նեղացած է, թողեց գնաց։ Երեկվա նեղանալուց հետո թվում էր, այսօր թիմը մեկ մարդու նման կգա, բայց այսօր մեծարգոյին լրիվ դաս տվեցին նիստի չգալով։ Անգամ սովորական օֆիսում, երբ աշխատողներն իմանում են, որ գլխավոր տնօրենը գալու է, ավելի շուտ են աշխատանքի ժամանում։ ՔՊ թիմը սրանով ցույց է տալիս, որ չի հարգում Նիկոլին։ Կարող է վախենում են, օրինակ, որովհետև հիշաչար է, որովհետև վրեժխնդիր է, որովհետև կոմպրոմատներ ունի, բայց հարգանք չկա այդտեղ։ Մենակ այս ներկա բացակայով չի երևում դա, չնայած որ այն իրականում լուրջ թեմա է։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ազգային ժողովում մի 10 անգամ ծեծկռտուք է եղել, սկսած 2019 թվականից։ Ինք այնտեղ նստած ՔՊ-ականները սադրել են, կռիվ են սարքել, ստիպված ախրանիկների ուղեկցությամբ թռել է դահլիճից։ Նիկոլի ներկայությամբ ջրի շշերով իրար խփել են։ Սա նրան չհարգելու մասին է, իր ներկայությունից ոչ մեկ չի ազդվում իր թիմում։ Սրանք համոզում են իրենց, թե թիմը կուռ է, ամուր է, իրար հետ են, ներդաշնակ են։ Դուք անգամ չեք կարողանում պայմանավորվել, որ նիստի գաք, իրար ինադ եք ընկնում։ Ազգային ժողովի նախագահ աշխատողը ընդհանրապես մեկ գործ տվող է աշխատում, մեկ մամուլի քարտուղար է աշխատում Նիկոլին, մեկ պրոտոկոլի ներկայացուցիչ։ Նիկոլի մեջքի հետևից այն կողմ չի գնում։ Սա խորհրդարանական երկիր է, լրիվ մոռացել եք այս մասին ու խայտառակ եք անում ձեզ։ Կառավարության նիստում 100 անգամ դժգոհել է, որ հանձնարարականները տալիս չեն կատարվում։ Ինչու չեն կատարում։ Որովհետև լուրջ չեն ընդունում իմ կարծիքով։ Այդ պաշտոնյան, որ պետք է հանձնարարական կատարի, լսում է այդ նիստի ժամանակ դրա երկար բարակ անիմաստ ելույթները, աբսուրդ բաների շուրջ ջուր ծեծելը, սատանա բռնելու հանձնարարականները ու անլուրջ են վերաբերվում։ Իսկ մտածել եք արդյոք, եթե ՔՊ-ականները չեն հարգում Նիկոլին, բա մյուսները որքան չեն հարգում։ Էլ չեմ ասում, որ հանրության մի մասն էլ ընդհանրապես անտարբեր է վարչապետ կա, թե չկա մեր երկրում։ Ինչ է անում, ինչ չի անում։ Այսօր մի ուշագրավ լուր կարդացի։ Այս կիրակի նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք վաղարշաբաթի համայնքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հանրահավաք անել Էջմիածնում։ Գրված է, որ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չխառնվի քարոզարշավին, որովհետև հենց ելույթ ունենա նա, դա հակափիար է լինելու։ Հիմա հանրահավաք են անում, բայց որպեսզի կարողանան մարդ հավաքել, ելի դիմել են սիրված մեթոդին։ Դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական արվեստի դպրոցների աշխատակիցների, սաների, ծնողների ցուցակներ են կազմում հանրահավաք բերելու համար։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես էր Երևանում Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակագրված բերվում տարբեր հիմնարկների աշխատողների։ Հետո պարզվեց Փաշինյանն է հրահանգել իրենց ներքին փակ խմբում մարդաշատություն ապահովել։ Հասկանում եք ՔՊ-ն, նա այն վիճակում է, որ առանց մարդկանց բերման ենթարկելու հանրահավաք չի կարողանում անել, առանց շարժը կանգնեցնելու 100 մետր չի կարողանում գնալ։ Ձեր հույսը բերման ենթարկելն է, գործ տալն է, որովհետև ձեր խնդրանքները զուտ վստահությունից, հարգանքից ելնելով կատարող չկա, կարծում եմ։ ՔՊ-ն իր ղեկավարով իրավիճակին չի տիրապետում։ Դա կարող ենք ասել մեծ վստահությամբ։ Ընկել է 2017 թվականի ՀՀԿ-ի օրը։ Անընդհատ գոռում ճչում են, թե ժողովուրդը մեր կողմից է, բայց ժողովուրդն էլ չի ուզում դրանց երեսը տեսնել։ Մնացել է ՔՊ-ն 2018-ի տակ։ Սրանց թվում է 2018-ի ապրիլի 23-ի մեծ հանրահավաքի ժողովուրդը հիմա էլ է իրենը։
մի հատ կեղծ իրականություն են ստեղծել ու դրա մեջ ապրում են։ Ապրում են Facebook-ում, անիմաստ ելույթներ են ունենում, տակյան զուսպ արձագանքները, հայհոյանքները խնամքով մաքրում են, թողնում են իրենց ֆեյքերի գովեստները ու մտածում նորմալ է։ Ոչինչ էլ նորմալ չէ։ Իրենց թվում է մի քանի հոգի են դժգոհ, դրանց հետևից էլ ԱԱԾ ուղարկելով մյուսները հաշտեն իրենց իշխանության հետ, խնդիրները վերանում են։ Քանի հոգու էլ տանեք բանտ, աշխատանքից ազատեք, վրաները գործ տակ, ճնշեք, ձեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու։ Երեկ էլ եմ հաղորդման մեջ անդրադարձել։ Ինչ էլ խոսեք, ինչ բյուջե էլ քննարկեք, ինչ խրոխտ ելույթներ էլ ունենաք, չեք կարող ձեր բերած աղետների բեռի տակից դուրս գալ։ Ուզում եք այնքան ասֆալտ տարեք, որ սաղ կյանքում էլ չանեք, տեղ չմնա անելու։ Չի ընկնում ձեր ուսերից այդ բեռը, չի մաքրվում ձեր վրայից խարանը, անհնար է դա։ Այսօր ասում եմ, մենք Ղարաբաղի համար այնքան բան ենք արել, որքան ոչ մի իշխանություն։ Հանձնել եք։ Այո, դա չի արել ոչ մի իշխանություն։ Սյունեցի մի պապիկ, ում գյուղի տների մի մասը հանձնել եք ադրբեջանցիներին, իրենց համար սարքել նոր տներ, ասում է, ես ուզում եմ իմ հին տունը հետ բերեն, իմ ճաքած պատերի մեջ եմ ուզում ապրել, բայց լինեմ երջանիկ, որ գյուղը имն է, գյուղը անվտանգ է, դուք մարդկանցից շատ բան եք խլել։ Այսօր ոչ մեկին պատասխան չեք կարողանում տալ, հոխորտում եք, մեղքը սրա նրա վրա գցում, հիստերիկանում եք ու վերջում էլ նրանց վրա ուղարկում եք իրավապահներին, պատասխան տալ չկարողանալուց է։ Փաշինյանը ծանր վիճակում է։ Սա 2018 թվականի Հայաստանը չէ, կամ 2019 թվականի, երբ նրան քննադատում էր միայն ընդդիմությունը։ Հիմա ՔՊ-ին, Նիկոլին քլնգում են, կոպիտ բառերով նրանց մասին խոսում են, հայհոյում են ժողովրդի գրեթե ամբողջ մասը։ Անկամ նրանք, ովքեր ընդդիմությանը չեն ընդունում, մեկ է իշխանությանը հայհոյում են։ Հանրային դժգոհություն է հարկային քաղաքականությունից մինչև Ղարաբաղը ծախելու հարց։ Ժողովուրդը ձեզ չի էլ լսում։ Դեմքը հենց տեսնում է, հայհոյում է ու անցնում է առաջ։ Ձեր դեմքը արդեն, տեսքը արդեն, կերպարը նյարդայնացնում է մարդկանց։ Կարճ ասած, ՔՊ-ում անորոշ վիճակ է ու քաոս, խառնաշփոթ է ու հասկանում եք, թե ինչու։ Սրանք ուզում են ցույց տալ, թե տեսեք, մեր քաղաքականությունն են ընդունում, մեզ են քվեարկում, բայց անգամ զորելով դա չի ստացվում։ Նիկոլն այսօր իր սրտի խոսքն էր ասում, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով ոչ։ Հաջորդ խորհրդարանում թե ով կլինի, ով ոչ, չգիտեմ, բայց դուք ուր կլինեք, այդ մասին մտածեք։ Երևի մտածում եք ու սարսափում։ Դրանց է ձեր այս վիճակը։ Նիկոլ Փաշինյանը մնում է զորով։ 2021 թվականից ի վեր արդեն 4.5 տարի զորով երկարաձգում է, բայց այլևս դժվար է նրա համար։ Զորով մնալ էլ չի ստացվում։ Նա բեռ է դարձել թե ժողովրդի վրա, թե պետության վրա, թե անգամ իր կուսակցության վրա, թթվի քարի նման բեռ։